Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը Իսլամական Հանրապետության գլխավոր դիվանագետը Իրանի նկատմամբ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների գործողությունները ապօրինություն է որակել։ Իսրայելի եւ Ամերիկայի ագրեսիվ գործողությունները բացարձակապես ոչ լեգիտիմ են եւ խախտում են միջազգային նորմերը։ Մենք հիմա պաշտպանում ենք երկրի ինքնիշխանությունը եւ մեր պաշտպանությունը կրում է միանգամայն լեգիտիմ բնույթ։ Վլադիմիր Պուտինի խոսքով Իրանի դեմ Միացյալ Նահանգների հարձակումը բացարձակապես ոչ հրահրված ագրեսիա է, որը ոչ մի հիմք եւ արդարացում չունի։ Մենք մեր կողմից ջանքեր ենք գործադրում Իրանի ժողովրդին օգնելու համար, շեշտել է Ռուսաստանի նախագահը։ Արաղչին ընդգծել է Մերձավոր Արևելքում լարվածության սրումը ամեն օր աճում է Իրանի միջուկային օբյեկտների դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ագրեսիայի պատճառով։ Նախքան հանդիպումը Իրանի գլխավոր դիվանագետը Մոսկվա ժամանելուն պես հայտարարել էր, որ Իրանն ու Ռուսաստանը միշտ սերտ խորհրդակցություններ են անցկացնում ընդհանուր սպառնալիքներին դիմակայելու համար։ Իրանի եւ Ռուսաստանի միջև խորհրդակցությունները միշտ եղել են եւ մենք միասին աշխատել եւ խորհրդակցել ենք յուրաքանչյուր հարցի շուրջ, համակարգելով մեր դիրքորոշումները։ Ներկայումս տարածաշրջանում կան հատուկ պայմաններ, որոնք պահանջում են, որ մեր դիրքորոշումները լինեն ավելի ճշգրիտ, լուրջ եւ ուշադիր։ Նախորդին Իսլամական Հանրապետության արտգործնախարարությունը խստագույնս դատապարտել էր Իրանի խաղաղ նշանակության միջուկային օբյեկտների դեմ Միացյալ Նահանգների ռազմական ագրեսիան եւ հայտարարել, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում ամբողջ ուժով դիմադրել Միացյալ Նահանգների ռազմական ագրեսիային իր ազգային շահերը պաշտպանելու համար։ Նախորդին ամերիկյան հարձակումը դատապարտել էին Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին նիստ էին պահանջել։ Շատ երկրներ, այդ թվում Թուրքիան, մտահոգություն էին հայտնել։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Իրանի միջուկային ենթակառուցվածքների վրա Միացյալ Նահանգների վերջին հարվածները լուրջ մարտահրավեր են դարձել գործող միջուկային չտարածման ռեժիմի համար։ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը հատուկ հայտարարությամբ շեշտել էր, որ ինքնիշխան պետության տարածքը հրթիռառմբային հարվածների ենթարկելու անպատասխանատու որոշումը, ինչպիսի փաստարկներով էլ այն հիմնավորվի, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրությունը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք նախկինում միանշանակ որակել են նման գործողություններն անթույլատրելի։ Ընդ որում հարվածներն իրականացրել է մի երկիր, որը հանդիսանում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ։ Արտգործնախարար Սերգեյ Լավրովն ահազանգել է, որ ինքնապաշտպանության իրավունքի կիրառումը առանց ՄԱԿ-ի կանոնադրությունը հաշվի առնելու աշխարհակարգում կհանգեցնի լիակատար քաոսի։ Իրանին հասցված Միացյալ Նահանգների հարվածները ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է համարում նաև Հյուսիսային Կորեան։ Պակիստանցի քաղաքական գործիչներն էլ կարծում են, որ Իրանը ռմբակոծելու հրամանից հետո անտեղի է Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու վերաբերյալ Իսլամաբադի առաջարկը։ Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի համոզմամբ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելով Միացյալ Նահանգները չի խախտել միջազգային իրավունքը։ Ամերիկացի տարբեր պաշտոնյաներ հայտարարում են, թե Միացյալ Նահանգները Իրանի հետ պատերազմի մեջ չէ, մեկ անգամյա հարված էր, որը կարող է շարունակություն ունենալ, ոչ ավելին, եւ ինչպես ասել է պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը, եկել է դեպի խաղաղություն շարժվելու ժամանակը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է Մերձավոր Արևելքում խաղաղություն ուզել, սակայն երբեմն այդ նպատակին հասնելու համար ուժ է պետք, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն CBS հեռուստաընկերությանը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Իրանի հետ գործարքի, որը կբխի Իրանի շահերից, սակայն ամերիկյան կողմը պահանջում է, որ Իրանը հրաժարվի միջուկային հավակնություններից։ Հիմա Իրանի դեմ ռազմական գործողություններ նախատեսված չեն, եթե իհարկե նրանք հիմարություն չանեն եւ հարձակվեն ամերիկացիների կամ ամերիկյան շահերի վրա, նշել է պետքարտուղարը։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը շահագրգռված չէ Մերձավոր Արևելքում երկարատև հակամարտությամբ, քանի որ դա բացարձակապես կործանարար կլինի տարածաշրջանի համար։ Եվրամիության բարձր հանձնակատար Կայա Կալասը կոչ է արել Իրանին, Իսրայելին ու Միացյալ Նահանգներին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Նա միաժամանակ շեշտել է, որ Իրանին պետք է չթույլատրվի միջուկային զենք ստեղծել, քանի որ դա սպառնալիք կդառնա տարածաշրջանային անվտանգության համար։ Մերի Դանիելյան, Free Open Media։